Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբացված գործով հերթական դատական նիստի ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանին հարցնում է, ինչի համար է ի վերջո մեղադրվում ինքը։ Այս հարցի պատասխանն իրեն չեն կարողացել տալ ոչ նախկին, ոչ ներկա դատախազները, ասում է Ռոբերտ Քոչարյանը։ Նրա համոզմամբ մեղադրանքը ոչ թե դատախազությունում, այլ մեկ ուրիշ գրասենյակում է գրվել։ Կասկած չունի 2018-ից իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր է։ Եվ այս պատվերը առաջ տեսելուց օրինողատում դիմում է ապակայնից։ Եվ դա քաղաքական խոսք չէ։ Շատ բարձ հրապարակային ասում է, որ ես պիտի նստեմ։ Համգրագիտություն է անվանում Քոչարյանը մեղադրանքում գրված իշխանությունը իր մտերիմ Սերժ Սարգսյանին փոխանցելու նպատակով ձևակերպումը։ Դատարանին հիշեցնում է, Հայաստանում իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով, ոչ թե փոխանցվում մեկ մարդուց մյուսին։ Սերժ Սարգսյանը ինքնացում չէ։ Հանրապետական կուսակցության ինքնացում է։ Ես հանրապետական կուսակցության անդամ չեմ եղել։ Ես հանրապետական կուսակցության գրասենյակում չեմ եղել։ Միայն իր դեպքից հետո միայն համակարգ շնորհավոր։ Չէ՞։ Նախընտրական ամբողջ կարողաշարին որևէ միջոցառման չեն մասնակցել։ Քոչարյանը բնական է համարում, որ որպես երկրի գործող նախագահ պետք է արձագանքեր իրավիճակին, երբ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները և պատրաստվում է շարժվել դեպի նախագահական նստավայր։ Բացի այդ, Երկրապահ կամավորական միության շենքում զինվորականները քննարկում էին ցուցարարներին միանալու հարցը։ Բանակի ղեկավար մարմնի մի մասը այնտեղ քննարկում միանալ թե չմիանալ։ Երկրի նախագահը ինչ վիճակի է։ Ես կարող եմ մեկը բացատրել իմ հա, զինված, եւ ինձ դեպքում եմ, որ զինված ինձ քննարկում, նրանք թե չքննարկում։ Հայաստանի երկրորդ նախագահը համոզված է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ինքն արել է ամեն ինչ, որպեսզի Հայաստանում սահմանադրական կարգը պահպանվի։ Բացատրում է դատարանին ինչու է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր ստորագրել։ Հրամանագիրը ստորագրվել է, որտեղ ասում են, չէ, բակի պետք է շփոթել, քնիչ սահմանադրականությունից։ Երբ ես ստորագրել եմ հրամանագիրը, արդեն եղել մոտ 40-ից 45 հրկիզնացնություններ, մի քանի տասնյակ բեգորայ վիրավորումներ ստացած զինծառայողներ, մի քանի տասնյակ։ Եվ մեր շատ ծանր ու հանգած վիճակ։ Եթե այն ժամանակ չաներ գործողություններ, հնարավոր է այսօր իրեն մեղադրեին անգործության համար, նկատում է երկրորդ նախագահը։ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբացված գործով դատական այսօրվա նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը իր պաշտպանյալի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել, հիմնավորելով, որ պաշտոնաթող նախագահը քրեական հետապնդման ենթակա չէ, քանի որ անձեռմխելիություն ունի։ Արամ Օրբելյանի համոզմամբ սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները։ Դատարանը հետաձգել է միջնորդության քննությունը, մինչև գործի էական հանգամանքների պարզաբանումը։ Էդգար Ղուշյան, Աննա Գուլնազարյան, Առաքել Օհանյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։